Սրտաս փառք տանք Տիրոջը, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, փառք Հիսուս Քրիստոսին, Տեր արժանի առնելու փառք, պատիվ, զորություն, հավիտյանս հավիտենից սիրելիներ։ Այսօր կա իմ սրտում մի փոքր խոսելու, ավելի ճիշտ շարունակելու անցած կիրակի, որ խոսեցի այդ մասին, երկնքի թագավորության մասին, այսօր էլ Տիրոջ օգնությամբ, Սուրբ Հոգու ներգործությունով, որ Սուրբ Հոգին ներգործի մեր մեջ, մեր ականջները բացի, Սուրբ Հոգին խոսի, որ իրանից առնենք, ժողովուրդ ջան, դա կարևոր է, եւ կուզեմ այսօր խոսել ապաշխարության մասին։ Կկարդամ Մարկոսի ավետարան առաջի գլուխ 14 խոսքից։ Հովանեսի մատնվել են հետո Հիսուս Գալիլեա գալով Աստծո արքայության ավետարանը կքարոզեր ու կսեր. ժամանակը լրացած է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Ինչպես նշեցի, խոսեցինք երկնքի թագավորության մասին։ Եվ ով էր երկնքի թագավորը, Անդրանիկ եղբայրը այսօր բացման խոսքի ժամանակ նա եւս նշեց դա։ Առանց թագավորին ընդունելու, ես մի փոքր ուզում եմ հիշացնել, առանց թագավորին ընդունելու մենք չենք կարող մտնել երկնքի թագավորությունը։ Միայն Հիսուս Քրիստոսին, թագավորին, կենդանի ընդունելով մեր ներսը, նոր մարդը կարող է մտնի Աստծո արքայությունը։ Ժողովուրդ ջան, իսկ հետո, այսինքն մարդը ընդունելով Քրիստոսին, մարդը ապաշխարում է, մարդու ներսը բժշկություն է գալի, կենաց կյանքն է գալի։ Դա գալիս է Հիսուս Քրիստոսով։ Բայց այսօր մի փոքր կուզեմ շեշտը դնել ապաշխարության վրա։ Այսինքն ոնց է մարդը ապաշխարում, ինչ է ապաշխարությունը, ինչպես նշեցի, հին ուխտի մեջ մենք ապաշխարություն բառը խոսքը չենք հանդիպում։ Հին ուխտի մեջ չկա ապաշխարություն։ Նոր ուխտի մեջ է ապաշխարությունը։ Հին ուխտի մեջ կա զղջա, կա դարձի եկեք, բայց ապաշխարություն բառ չկա, որովհետև ապաշխարությունը Քրիստոս Հիսուսով եկավ։ Քրիստոս Հիսուսով քարոզվեցավ եւ նրա առաջից գնացող Հովանես Մկրտիչն էր, չէ՞ քարոզում ապաշխարեցեք։ Կարծես այս նույն խոսքերը, որը Եղիայի հոգով էր գալի, ու ապաշխարությունը վերաբերվում է բոլոր աշխարհին։ Բոլոր աշխարհին է վերաբերվում։ Այն ժամանակ միայն հրեաներն էին։ Տեսեք, հին ուխտի մեջ շատ տարբերություն կար։ Հին ուխտի մեջ մարդը, Աստծո խոսքը այսպես էր ասում օրենքը, որ պետք է աշխատի մարդը 6 օր, 7-րդ օրը տա Աստծուն։ 7-րդ օրը նոր տա Աստծուն, բայց նոր ուխտի մեջ Աստծո խոսքը ինչ ասում, Հիսուս Քրիստոս ասում էր, ով որ ուզում է իմ հետևից գա, ինչ թող անի, թող իր անձը ուրանա, իր խաչը ամեն օր վերցնի ու իմ հետևից գա։ Տարբերությունը տեսնում ենք, ժողովուրդ ջան, ամեն օր իր անձը վերցնի ու իմ հետևից գա, եւ ապաշխարությունը պետքա տանի աշակերտության։ Մարդը եթե ապաշխարում է, անպայման պետքա գնա աշակերտության, որովհետև առանց աշակերտության մեր ապաշխարությունը թերի կմնա, կիսատ կմնա։ Հին ուխտի մեջ խոսվում էր օրենքը, ասում էր աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ոտքի տեղ ոտք, բայց նոր ուխտի մեջ ինչ ասում, ասում է լսել եք, որ ըսվեցավ առաջիններուն, քո թշնամիդ ատես, բայց քո ընկերդ սիրես։ Բայց ես ձեզի կսեմ, ինչ էր ասում Հիսուսը, նույնը անենք, թե չանենք։ Հիսուսն ասում էր, օրհնեցեք ձեր թշնամիներին, աղոթք արեք նրանց համար, որ ձեզ հալածում են, չարչարում են, չէ, որ ձեզ նեղում են, ձեր թշնամիները սիրեցեք, ասում էր։ Տեսեք տարբերությունը, սա մարդու ներսը գալիս է անցած անգամ, որ այդ թագավորության ընդունելով եւ ապաշխարության հետևանքով։ Եվ հին ուխտի մեջ միայն հրեաներն էին համարվում, չէ, ասենք սենց ընտրյալ ասկ, ընտիր ցեղմը, ինչպես Ելից 19-ի մեջ է գրված, եթե չեմ սխալվում 6-րդ խոսքն է, ինչքան հիշում եմ, տեղը չեմ նայեմ, մոտավոր եմ ասում, դուք չէ ընտիր ազգ եք, քահանայապետության ազգ եք, ցեղ եք, մի խոսքով, եթե եղբայրը գտնի, կարող է դնի, բայց նոր ուխտի մեջ ապաշխարությունով Գործ առաքելոց, կուզեմ այս տեղը կարդամ, 17-րդ գլուխ 30 խոսքում այսպես է գրված, Գործ առաքելոց 17-րդ գլուխ 30 խոսքից։ Աստվածը գիտության ատենները անտես անելով, հիմա ամեն տեղ կպատվիրե բոլոր մարդոց, որ ապաշխարեն, վասզի ինք օրմը սահմանեց, որուն մեջ աշխարհս արդարության պիտի դատե,
այն մարդու ձեռքով, որ որոշեց ու ամենուն հավատցուց զանիկա մեռելներեն հարուցանելով, այսինքն Հիսուս Քրիստոսով, ասում է տգիտության ատենները անտես անելով, բոլոր տեղերը պատվիրում է, որ ապաշխարեն, հեթանոսներին է պատվիրում, բոլոր աշխարհին, բոլոր երկրագնդին, ինչպես մեր Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը իրենց թղթերի մեջ նշում են, չէ, ասում են, որ դուք ատենը ժողովուրդ չէիք, բայց հիմի ողորմություն գտաք, չէ, ատենը կարդամ այդ տեղը, առաջի Պետրոս 2-րդ գլուխ 10 խոսքից ասում, որ ատենը ժողովուրդ չէիք, բայց հիմի Աստծո ժողովուրդն եք, որ առանց ողորմության էիք, բայց հիմի ողորմություն գտաք, այսինքն Քրիստոս Հիսուսին ընդունելով մարդը ողորմություն գտավ, դարձավ Աստծո ժողովուրդը, սա հենց այդ ապաշխարությունն է ու երկնքի թագավորությունն է, որ բոլոր աշխարհի մեջ, բոլոր ազգերին քարոզվում է ժողովուրդ ջան, բոլոր մարդկանց, ովքեր ընդունեն Հիսուս Քրիստոսին սրտանց, իրանց ներսը գալիս է սենց մեխանիկորեն ավտոմատ կերպով կներեք այս խոսքերի համար ապաշխարությունը եւ հենց կյանքը Քրիստոս Հիսուսը ինքն է, որ մենք պետք է ընդունենք, որովհետև առանց Հիսուս Քրիստոսի ապաշխարություն չկա։ Գիտեք, այսօր շատ մարդիկ կան, ովքեր որ զրուցում ես իրանց հետ, խոսում ես, ասում են դե կա ինչ-որ մի ուժ կա, ինչ-որ մի բան կա, որ այս երկիրը ստեղծել է, ինձ էլ է այդ մտքերը, ես իմ կյանքից էլ այդ փորձառությունից, որ ունեմ, ես էլ եմ խոսում, դե կա, ասում են, գիտես ինչ, ինչ-որ մի բան ստեղծել է, Աստված կա, հա, Աստված է ստեղծել, արարե, այս բնությունը, այս ամեն ինչը, բայց Հիսուս Քրիստոսին որդու վրա, այդ հավատքը մարդկանց, կարծես անօրենը փակում է մարդկանց աչքերը, որ Հիսուս Քրիստոսին ճշմարտության վրա, կյանքի վրա, կենաց կյանքի վրա մարդը ուշադրություն կարծես չդարձնի, մարդը չընդունի Հիսուս Քրիստոսին, դե այո, դե հավատում ենք, դե մի ուժ կա, ստեղծել է այս ամեն ինչը, ես էլ էի այդպես ժամանակին մտածում, հա, բայց բա որ Հիսուս Քրիստոսը չկա, Պողոս առաքյալը ասում է, եթե Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն չի առե, պարապա մեր ապաշխարությունը, ու մենք տակավին առաջի Կորինթացի 15-րդ գլուխ 17 խոսքում, ու մենք տակավին մեր մեղքերի մեջ ենք, դրա համար առաքյալները քարոզում էին խաչյալ և հարուցյալ Քրիստոս, ժողովուրդ ջան, խաչյալ ու հարուցյալ Քրիստոս, որ մարդկանց ուշադրությունը բերեն կենաց կյանքի վրա, որովհետև կենաց կյանքը ընդունելով է մարդու ներսը գալի կյանքը, առանց այդ կյանքը ընդունելով մարդու ներսը կյանք չի գալի, ժողովուրդ ջան, հենց այս սատանայի անօրենի խաբկանքը նա է, ինչպես Ադամին ու Եվային, ինչ արեց Ադամին ու Եվային, չէ, ուշադրությունները շեղեց, նրանք կենաց ծառից, որ շեղվեցին, Սատանան է անօրենն է գալով, շատ սիրուն, նրանց խաբելով, իրանց կենտրոնացրեց չար ու բարի գիտության ծառի վրա և նրանք ուտելով այդ չարն ու բարի գիտության ծառը հոգևորապես մեռան։ Հիմի ուզում են նույնը անի ամբողջ աշխարհին, բայց Հիսուս Քրիստոսը երկնքից իջած կենաց կյանքը, կենաց լույսը քարոզելով մարդկանց խոսում է այն մասին, որ մարդիկ կյանքը ընդունեն, ժողովուրդ ջան, կյանքի հետ հաղորդ լինեն, որովհետև այդ հաղորդակցությունն է մեր մեջ բերում աստվածային ճշմարիտ կյանքը, այդ հաղորդակցությունն է կյանքը ընդունելով է մարդու ներսը գալիս հենց այդ ապաշխարությունը ու ճշմարտությունը ու հավիտենական ճանաչելու կարողությունը, որը Հիսուս Քրիստոսն է տալի մարդուն։ Տեսեք, հիմի ես մի փոքր խոսեմ ապաշխարության մասին, սենց ավելի մի փոքր մանրացնելով խոսենք։ Ապաշխարություն ինչ է նշանակում։ Ապաշխարություն նշանակում է մտքի նորոգություն, կյանքի փոփոխություն։ Հիսուս Քրիստոսը, երբ որ խոսում էր սերմնացանի առակի մասին, չէ, Մատթեոս ավետարան 13-րդ գլխի մեջ է գրված դա, կուզեմ այդ տեղերը գտնել կարդալ, 13-23 խոսքում, աղեք հողի պարբերությունն է, սա վերջի մասն է, որ Հիսուս Քրիստոսը ասում էր, իսկ աղեք հողի մեջ ցանվածը այն է, որ երբ լսում է խոսքը, միտք առնում և պտուղ է տալի, որը 100, որը 60, որը 30, այսինքն մարդու միտքը փոխվում է, միտք առնում, առանց միտք առնելու մարդը չի կարող ապաշխարի։ Եթե մարդը միտք չի առնում, մտքի նորոգություն տեղի չի ունենում, մարդը չի ապաշխարում, այսինքն մարդու կյանքը չի փոխվում։ Ես աշխարհի մեջ ունեի ընկերներ, հիմա էլ ունեմ Աստվածորդնի իրանց միտքն էլ լուսավորվի, որ իրանք էլ ապաշխարեն, իրանք էլ Տիրոջը ընդունեն, երբ որ մենք գնում ենք միտեղ այդ ընկերներիս հետ, որ նստած ենք, մենք մի մտքի վրա ենք։
ասենք մի քանի րոպե որ նստեինք, իրար մի հայացքով նայեինք, մենք հասկանում ենք, որ այդտեղից ուզում ենք դուրս գանք, այդտեղ ուզում ենք մնանք, թե ուր ենք ուզում գնանք։ Մենք այդտենց իրար լավ հասկանում ենք, որովհետև երկուսից ներսն է նույն խորհուրդը կար, նույն միտքն էր։ Բայց հետո երբ որ ես ապաշխարեցի, արդեն այդ իրանց միտքն էլ իմանալով, ես էլ այդ կյանքի մեջ ապրելով, ժողովուրդ ջան, արդեն իրանց միտքը էլ ինձի հաճելի չէր, իմ միտքը փոխվել էր։ Փառք Տիրոջը, դրա համար Պողոս առաքյալը Հռովմայեցիների 12-րդ գլխի 2-րդ խոսքում ասում է. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, չէ, հապա ինչ արեք 12:2 եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչն է Աստծո կամքը, որ բարի, հաճելի ու կատարյալն է, ձեր մտքի նորոգությունով։ Ես միշտ պետք է մնամ այդ մտքի նորոգության մեջ, այսինքն նոր մարդու մեջ, Քրիստոս Հիսուս կյանքի մեջ պետք է մնամ ու զորությունից զորություն պետք է գնամ, ճանաչողությունից ճանաչողություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, միմիայն ճշմարիտ Աստվածը ճանաչելու։ Իմը ժողովուրդ ջան, բայց մարդը ոնց որ այս ապաշխարության process-ը ընթացքը ես ուզում եմ մի քիչ ավելի սենց մանրացնենք, էլի ինչի մարդը չի ապաշխարում, կամ ոնց է լինում այդ ընթացքը, այդ process-ը, գրված է նույն Մատթեոս ավետարան 4-րդ գլխի մեջ, Օնիկ եղբայրը անցած կիրակի այդ հատվածները օրինակ բերեց Եսայի մարգարեությունում, որ գրված է Եսայի 9-րդ գլխի 2-րդ խոսքում։ Ես կուզեմ Մատթեոսից կարդամ, Մատթեոս 4:16-ից, ասում է խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ, եւ լույս ծագեցավ անոնց, որոնք մավան երկրի ու շուքի մեջ կնստեին։ Անկե հետո Հիսուսը սկսավ քարոզել ու ասել. ապաշխարեցեք, վասնզի երկնքի թագավորությունը մոտեցել է։ Տեսեք, ասում է խավարի մեջ նստած էին ժողովուրդը, այդ խավարի մեջ նստած էինք նաև ես եւ դու, առանց լույսը ծագելու մարդու ներսը ապաշխարություն տեղի չի ունենա, մարդը չի տեսնի իր ներսի խավարը, պետքա լույսը ծագի, Քրիստոս Հիսուս լույսը, իսկ լույսը ով էր, Հիսուս Քրիստոսը ասում էր ես եմ լույսը, չէ, Հովանու ավետարան առաջի գլխի մեջ է գրված, Հովանու 8:12-ի մեջ է գրված, 3:19-ի մեջ է գրված, ես եմ լույսը, լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսից ավելի շատ սիրեցին, որովհետև իրանց գործերը չարին։ Այս լույսը պետքա ծագի, որ մարդը տեսնի իր խավարը ու գա փրկին, ապաշխարի ժողովուրդ ջան, սա է կարևորագույն պայմանը։ Եվ ասում է անկե հետո Հիսուսը սկսավ քարոզել ու ասել ապաշխարեցեք, վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է։ Առանց լույսը ծագելու այդ ապաշխարությունը չի կարա տեղի ունենա։ Ես հիշում եմ մի անգամ իմ մեքենան կանգնած էր արևի պատճառով ծառերի ստվերի տակ, որ արևը չընկնի վրան, եւ ես իջա ցերեկ էր օրը ցերեկով իմ մեքենան սկսեցի մաքրել։ Հիմի մաքրում եմ, մեկ էլ ինձ թվաց թե մեքենաս դեռիվ մաքուր է։ Մեկ էլ անցավ մի քանի րոպե, բարձացա մի քիչ վերև, կանգ առա, արդեն արևի շողեր ընկավ մեքենայի վրա, խանութ էի մտնում, թե ուր չեմ հիշում, իջա տեսա մեքենաս լավ կեղտոտ է, տեսև գույնի է ընկնել, երբ ասեցի, այս թվաց այս մեքենան սենց լավ մաքրել եմ, բայց ոնց ասես կեղ, այսինքն լույսից ծածկված էր, մեզ էլ է թվում շատ ժամանակ թե մենք մաքուր ենք, գիտեք, բայց երբ որ իրական լույսը գալիս է մեր ներսը, մենք տեսնում ենք, որ մեր ներսը ինչքան խավար կա։ Իշքան է մեր ներսը մթություն, իշքան է մեր ներսը առանց Աստծո մեղքի ու մավան մեջ է մարդը ապրում, բայց իմի կարևորը գիտեք որն է ժողովուրդ ջան, որ մարդը տեսնելով սա ապաշխարի, բայց շատ մարդիկ կա, ինչպես նշեցի այդ տեղը Հովանու 3:19-ի մեջ, ասում է դատապարտությունը այս է, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսից ավելի շատ սիրեցին, որովհետև իրանց գործերը չար էին, դատապարտությունը սրանում է կայանում, ոչ մի մարդ չի կարա կանգնի Աստծո առաջ ու ինքը ասի գիտեք ինչ, ես չեմ իմացել, որ ես մեղավոր եմ, ես իմ ներսի խավարը չեմ տեսել, ես իմ ներսի մեղքերը չեմ տեսել, այդպիսի մեկը չի կարողանալու Աստծո առաջ կանգնի ու արդարանա ժողովուրդ ջան, որովհետև ավետարանը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, բոլոր աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր աշխարհի մեջ ու մարդը ոչ թե մի անգամ է լսում, բազմիցս է լսում, Աստված ոչ թե մեկ անգամ է հնարավորություն տալի մարդուն, ասում է ես մեռնողի մեռնելը չեմ ուզում, կորսվածի կորսվելը չեմ ուզում, չէ, հապա միջոցներ է փնտրում, որ աքսորվածը աքսորված չմնա, հապա դարձի գա ու փրկություն ունենա, հապա մարդը ժողովուրդ ջան պատասխանա տալու իրա մերժում դատապարտվելու է իրա մերժումի համար, որ կենաց լույսը չի ընդունել։ Հիսուսն ասում էր դուք չեք ուզում
Ինձի գալ, Հովանու ավետարան 5-րդ գլուխ 40 խոսքում, դուք չեք ուզում ինձի գալ, որ կյանք ունենաք։ Մի տեղ էլ ասում է Հովանու 10:10, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելին ունենաք։ Այս սա է ժողովուրդ ջան դատապարտությունը, որ մարդը մերժում է, մերժելով ինչ է ասում է դե հələ ժամանակ կա, կապաշխարեմ, հələ դեռ երիտասարդ եմ, դեռ օրերը առջևում է, սա պատճառաբանություն է, լույսից փախնելու։ Ես էլ էի մի ժամանակ այդ լույսից փախնում։ Այդ լույսը երբ որ ծագում էր, ու ես տեսնում էի, որ իմ ներսը մեղավոր եմ ես, այսինքն դե այտենց հին մարդ, նոր մարդ չէի հասկանում, որ իմ ներսը մեղքեր կա, որ ես Աստծուց հեռու կյանք եմ ապրում, բայց դեռ աշխարհը սիրում էի։ Ու երբ որ գալիս էին եղբայրներից ինձ հետ խոսում էին, ես փախնում էի, ասում էի երբ եմ վերջացնելու, որպեսզի ես դուրս գամ այստեղից ու գնամ իմ նույն հին կյանքով, մեղքի կյանքով ապրեմ, որովհետև ճշմարտությունը լույսը չէի ուզում ընդունեի, որ գայի ապաշխարության Տիրոջ առաջ սիրելիներ։ Սա է ամենակարևորագույն խնդիրը, եւ մարդը, երբ որ ապաշխարում է, զղջում է եւ չի հրաժարվում իր մեղքերից, հին կյանքից, նորից դառնում է իր մեղքերին։ Մարդը, որ ապաշխարում է, Քրիստոս Հիսուսին ընդունում է, նաև պետք է հրաժարվի իր հին կյանքից։ Օրինակ, հիշում եք Սիմոն Մոգը, երբ որ Սիմոնը ապաշխարեց, կարծես, այսպես ջրով մկրտվեց, Գործ առաքելոց 8-րդ գլխի մեջ, նա երբ որ տեսավ, որ առաքյալները ձեռք էին դնում ու մկրտվում էին մարդիկ, ինքը դեռ այդ իր հին կյանքից չէր դարձել, այդ կախարդություններից չէր հրաժարվել։ Դրա համար գնաց ասեց, ձեզի տակ տամ, արծաթ տամ, ինձ է տվեք այս պարգևը, որ ես էլ օգտագործեմ այս ամեն ինչը, որ ես էլ կարողանամ փառավորվեմ։ Սա Սիմոն Մոգի այն վիճակն էր, որը մեր ներսն է կարողա լինի, որ հին կյանքից մարդը չհրաժարվի։ Եվ գրված ավետարանում, որ ասում է շատ պարագայի իշխաններ էլ հավատացին Հիսուս Քրիստոսին, բայց փարիսեցիների վախից չէին ուզում դավանեն, որ ժողովարանից դուրս չձգվեն, որովհետև մարդկանց փառքը Աստծու փառքից ավելի վեր դասեցին, այսինքն իրանց փառքից չհրաժարվեցին։ Դա էլ գրված է Հովանու ավետարան 12:42-ը։ Ուրեմն ժողովուրդ ջան, ապաշխարելուց հետո մարդը պետք է դարձի գա իր հին կյանքից, հին բնույթից, աշխարհից ու աշխարհը մերժելով, կամուրջները այրելով, որ մեզի շատ անգամ մեր ավակ եղբայրները այդպես ասել են, մեր Պավել եղբայրն է շատ էր ասում, որ հին կամուրջները այրված են, այլևս հետ դարձի ճանապարհ չկա ճշմարտություն ընդունողին ու Քրիստոսին աշակերտ համաձայնվողին, ժողովուրդ ջան։ Եվ խոսեմ մի քիչ այն մասին, թե այդ մարդիկ էլ որ ասում են դե ժամանակը չի, մի փոքր հետ գնալով, ժամանակը չի, դե ժամանակ կգա, կապաշխարենք, ժամանակ կգա, խաչի վրայի ավազակը ոնց որ խաչի վրա երբ որ խաչված էր, ինքը այդ ժամանակ ընդունեց Աստծուն, ինքը կանչեց Հիսուսի անունը, Հիսուսին այդ թագավորին ընդունելով, Հիսուսն էլ նրան ասաց ճշմարիտ ասում եմ այսօր եւ այդ ինձ հետ թագավորության մեջ կլինես։ Դե ասում եմ մենք էլ կարող է այսպես անենք ու մենք էլ փրկվենք, ինչի համար կյանքը չվայելենք, նոր ապաշխարենք։ Եվ տեսեք Սուրբ Գիրքը ինչ է ասում, 2 Կորինթացի 6-րդ գլուխ 2-րդ խոսքից, վասնզի ընդունելի ժամանակի մեջ լսեցի քեզի կսե, եւ փրկության օրը օգնություն ըրի քեզի, ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Երբ է փրկության օրը, երբ է ընդունելու ժամանակը, երբ որ մարդը Աստծո խոսքը լսում է։ Եվ Եբրայեցիների 3-րդ գլուխ 7-րդ խոսքի մեջ էլ այսպես ասում առաքյալը Եբրայեցիների 3-րդ գլուխ 7-րդ խոսքում ասում է ուստի ինչպես կսե Սուրբ Հոգին այսօր եթե անոր ձայնը լսեք ձեր սրտերը մի խստացնեք։ Շատերը խստացրեցին, երբ որ Աստծո ձայնը լսեցին եւ անապատի մեջ ընկան իրանց անհավատության պատճառով։ Դրա համար երբ որ Հիսուս Քրիստոսի ձայնը լսում ենք, Հիսուս Քրիստոսը մեր սրտերը թակում է, մեր սրտերը չխստացնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, հապա բացենք մեր սիրտը, որովհետև ոչ օրը գիտենք եւ ոչ ժամը գիտենք, որ պետքա մեր Տեր Հիսուս Քրիստոսը գա, որ հիմի որ հարց տանք այստեղ, ինձ մի օր հարցրեցին, ասեցին, ուզում ես որ Հիսուս Քրիստոսը այսօր գա։ Ես մեկ ասեցի, այո, մեկ էլ նայեցին վիճակներին, ասեցի դե կուզեմ մի քիչ ավելի պատրաստվեմ, նոր Հիսուս Քրիստոսը գա։ Հիմի կուզեք որ Հիսուս Քրիստոսը հենց հիմի գա։
հափշտակությունը հիմի տեղի ունենա, պատրաստ ենք, թե պատրաստ չենք, այս ապաշխարությունը նաև վերաբերվում է բոլորի ժողովուրդ ջան, ոչ միայն նորերին է վերաբերվում, հապա մենք ամեն օր պետք է մնանք ապաշխարության, որովհետև մարդը Հիսուս Քրիստոսին գալով առաջ ապաշխարում է իր մեղքերի համար, որ գործել է այսինչ սխալները, բայց հետո երբ որ տենում է իր ներսը մեղքի բնություն կա, արդեն կյանքով է ուզում լցվի, որ այդ մեղքի բնությունը գլուխ չբարձրանա, ինչպես Պողոս առաքյալն էր ասում 2 Տիմոթեոս 4 գլուխ 7-րդ խոսքի մեջ, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, այսինքն ամեն օր պատերազմ կար, ամեն օր կռիվ կար, սիրելիներ, որ Պողոս առաքյալը այդ պատերազմը անում էր ու իր հավատքը պահեց, ընթացքը կատարեց ու ասում է ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը պատրաստել է ինձի եւ ոչ միայն ինձի, ապա բոլոր նրանց, ովքեր անոր հայտնվելը սիրեցին։ Եվ Հովանես առաքյալն էլ ասում է, եթե ասենք մեղքը չունենք, ինձ ինքնից կխաբենք, այսինքն մարդը, բայց մարդիկ կասում են դե ինչքան ապաշխարենք, մինչև ինչքան ապաշխարենք, լավ եկել ենք, բայց ամեն օր մենք պետք է մնանք Քրիստոս Հիսուսի մեջ, որովհետև նրանից դուրս երբ որ մարդը մնա, մահն է թագավորում ժողովուրդ ջան, ու անորեն ասում է ցանկը քանդողը օձը կխածնի, երբ որ այդ ցանկից դուրս գանք, օձը արդեն պատրաստ կանգնած է, որ մարդուն խածնի։ Դրա համար եթե լույսի մեջ ենք մնում, Քրիստոս Հիսուսի մեջ ենք մնում, ոչ մի բան մեզ վրա իշխանություն չունի, որովհետև մենք Հիսուս Քրիստոսի ներսն ենք։ Հիմա սիրելիներ, ժամանակը, որ այսօր է ապաշխարության, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի օրինակ բերեց Ղուկաս ավետարան 13-րդ գլխի մեջ է գրված, Ղուկաս ավետարան 13-րդ գլխի մեջ, երբ որ խոսում էին առաջի խոսքերից է, եթե չեմ սխալվում, Ղուկաս 13 առաջի խոսքից, ասում է ոմանք այն ատեն ներկա գտնվելով պատմեցին անոր գալիլեացիների մասին, որոնց այրունը Պիղատոս իրան զոհերուն խառնեց։ Հիսուս ըսավ անոնց. կկարծեք, թե այն գալիլեացիներեն բոլոր գալիլեացիներեն ավելի մեղավոր էիք, որոնք այսպիսի բաներ քաշեցին։ Ձեզի կսեմ ոչ, հապա եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորսվեք, ամենքդ էլ, եթե չապաշխարեք, կամ թե այն 18 հոգին, որոնց վրա Սելովամի աշտարակը ընկավ եւ զանոնք մերցրեց, կարծեք թե Երուսաղեմի մեջ բոլոր մարկանցից ավելի պարտավոր էին, ձեզի կսեմ ոչ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորսվեք։ Մենք ոչ մեկից լավը չենք, ժողովուրդ ջան, Հիսուս Քրիստոսն է մեզ ընտրե, Հիսուս Քրիստոսն է մեզ կանչե, մենք էլ այս կանչին, արձագանքին մենք պատասխանել ենք, դրա համար Հիսուս Քրիստոսի ժողովուրդն ենք, նրա եկեղեցին ենք ու մենք չգիտենք։ Հիմի եթե մարդ կա մեր ներսը, որ նստած է ու ինքը մտածում է դե ժամանակը ինչի հասե, այսօր ժամանակն է, սիրելի եղբայր, սիրելի քույրիկ, այսօր ժամանակն է, որ դու Քրիստոսին ընդունես, որովհետև դու չգիտես այստեղից դուրս գաս ինչ կպատահի։ Ես հիշում եմ, մի եղբայր մի օր պատմեց, ասեց Եվրոպաներից մեկում պաշտամունք է լինում, այդ պաշտամունքի ժամանակ մի քույրիկ մոտենում է հովիվին, գալիս է ասում է ինչ կլինի, որ ես Աստծո խոսքը լսում եմ, սիրում եմ, բայց հիմի չապաշխարեմ։ Դե եղբայրն է Աստծո խոսքով ասում է դու չգիտես քո վաղվա օրը։ Դե ասում է լավ դե մի օր կգամ, դուք շատ ծայրահեղական եք, շատ եք ամեն ինչ բարդացնում։ Մի օր կգամ, Աստված ինձ էլ է սիրում, մի օր անպայման կապաշխարեմ, կամ ես իմ հավատքը ունեմ ու թողնում գնում է այդտեղից։ Եկեղեցու հովիվը դուռը փակում է, արդեն պաշտամունքը վերջացել է, եկեղեցու մեքենայով շարժվում է դեպի տուն, մեկ է տեսնում է մի փոքր վերևում վթար է տեղի ունեցել, ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ հավաքված կանգնած են։ Ասում է իջնեմ տեսնեմ ով է, մտածելով որ իր ժողովրդից կամ մեծ անոթ կարա լինի։ Իջնում է տեսնում այդ քույրիկն է մահացել է։ Վթարից մահացել է։ Ես սա վախացնելու համար չեմ ասում։ Հիսուս Քրիստոսն էլ էր ուղիղ քարոզում ավետարանը։ Մենք պետք է ավետարանը ուղիղ քարոզենք, ժողովուրդ ջան, որովհետև կա երկնքի թագավորություն հավիտենական եւ կա հավիտենական մահ։ Այս երկուսը իրական են, բայց մենք շատ ժամանակ մի փոքր դե մարդ է, կարող է վախենա, դե մարդ է, կարող է ճիշտ չհասկանա, մի քիչ sense փորձում ենք հերվից գանք, բայց առաքյալները եւ Հիսուս Քրիստոսը շատ ուղիղ էին քարոզում ավետարանը։ Ընտրություն կատարող մարդը, կյանքին հավատացող,
հավիտենական կյանքն է մտնում։ Սա շատ պարզ է։ Ընտրությունը կյանքը մերժող մարդը հավիտենական մահն է։ Սա էլ է պարզ։ Ուրիշ բան չկա, ժողովուրդ ջան, շատ պարզ է ավետարանը իրականում, մենք ենք, մարդն է բարդացնում, մարդն է դժվար հասկանում։ Հիմի Հիսուս Քրիստոսը նաև Ղուկաս ավետարան 17:25-26-ում ասում էր, ինչպես պիտի լինի Նոյի օրերը, այնպես պիտի լինի նաև մարդու որդու գալուստը։ Սա վերաբերվում է նաև եկեղեցուն, այսինքն հափշտակության ժամանակ։ Ինչպես եղավ Նոյի օրերը։ Նոյը քարոզում էր, Նոյը խոսում էր, Երկրորդ Պետրոս 2:5-ի մեջ ասում է արդարության քարոզիչը, այսինքն Նոյը, որ մարդկանց այդ տապանը կառուցելով 80-ից 100 տարի թե ինչքան մարդիկ տեսնում էին, որ այս մարդը տապան է կառուցում, ու Նոյն է քարոզում էր, ինչպես Պետրոս առաքյալն ասում, արդարության քարոզիչը, որ այսպիսի ահավիրք պետքա լինի։ Նույնն է Հիսուս Քրիստոսն էր քարոզում, նույնն է այսօր եկեղեցին է քարոզում, նույնն էլ Երեմիան էր քարոզում, Եզեկիան էր քարոզում, դետ էր, ասում է դու դետն ես Աստծո տան մեջ, գնա կանգնի իմ ժողովրդին ասա, եթե ձեր հանցանքներից չդառնաք, եթե ձեր մեղքերից չհրաժարվեք, պիտի մեռնեք, այսպիսի բաներ պետքա տեղի ունենա։ Մարգարեներին հալածում էին, Հիսուս Քրիստոսին խաչեցին, բայց Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը չի փոխվում։ Թեև երկինքն ու երկիրը անցնի, բայց Աստծո խոսքից մի գիրմը կամ նշանագիրմը պիտի չանցնի, ժողովուրդ ջան։ Փառք Հիսուս Քրիստոսին ասենք։ Այսօր մենք նայենք մեր վիճակներին, տեսնենք այսօր արդյոք քննելով մեր անձերը, որովհետև Պողոս առաքյալը մի մեծ եկեղեցու Կորինթացի եկեղեցիներին ասում էր քննեցեք ձեր անձերը, տեսեք արդյոք հավատքի մեջ եք թե ոչ։ Մենք ասում ենք հավատքի մեջ ենք, բայց պետք է ինքնակնություն անենք։ Երբ որ պարկում ես քննելու, երբ որ արթնանում ես, մի հատ քննիր քո անձը, մի հատ Աստծո խոսքով, ես էլ իմ անձը բացեմ, տեսնեմ, ինչ շտկվելու տեղեր ունեմ, ինչ վիճակներ կա, որ չի փոխվե։ Խնդրեմ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի մեջ գալով ել ավելի լցնի իր աստվածային կյանքը, որպեսզի ես փոխվեմ ու ես գալու օրերը հանկարծ աշխարհի կերպարանքով կերպարանված չլինեմ, չլինի թե գալով ինձի գտնի ուրիշ տեղեր նստած ուտել խմելով կամ ամբարիշտերի հետ իրանց միաբանված ժողովուրդ ջան։ Այսօր է ընդունելության օրը, դառնանք մեր Տիրոջը, ընդունենք մեր Հիսուս Քրիստոսին, եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդարանիկա, որ մեզ մեր ամեն անիրավություններից պիտի ների ու պիտի ջնջի։ Ասենք փառք Տիրոջը, գանք աղոթքի։ Փառք Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան, իրապես ինչքան կարևոր է, որ իրարու օրհնենք, շատ կարևոր է, քուրեր եղբայրներ ջան, սա, որովհետև այո, մեր բերանը, որ սովորում է օրհնելով, սա ոնց որ գալիս է թե եկեղեցու վրա, թե ընտանիքիդ վրա շատ կարևոր է, ու մեր սկիզբը եթե փոքր լինի, քիչ լինի, Աստված կարա օրհնի, քուրեր եղբայրներ ջան, եթե մենք սրտանց կհավատանք, որ Տերը կարա 5 նկանակը կամ ձուկերը քիչ չէ, օրհնի շատը ուտեն։ Եվ այո, մենք այո հոգևոր կերակուրը, որ կերանք, օրհնվանք Հիսուսով, ամարունավորը հետևից կգա, բայց Տերը ուզում է առաջ մեր հոգևորը, մեր ներսը բժշկվի։ Մարմնավորը Տերը գիտի մեզ ինչա պետք, չէ՞։ Հիսուսի անունը փառավորվի։ Կխոսեմ, ուրեմն ուզում եմ խոսեմ արմատ չարության եւ արմատ բարության մասին, որը մենք արմատ չարությունը, որ գալիս է Ադամից, որը գալիս է մեր մեղքի բնությունից, քուրեր եղբայրներ ջան, որ մենք այս սրանից բժշկվանք եւ սա բուժվում է Քրիստոսով։ Քրիստոսն այդ բարության արմատը, որ եկավ, փոխվավ, մենք տնկված էինք, ոնց որ մենք ծնվել ենք, Աստված մեզի տնկել այս երկրի մեջ, որպես հələ նայեք, մի հատ ծառ, մի հատ բան, ոնց որ, բայց մեր արմատները խորը ուր է եթում։ Ադամ բնության մեջ, հին մարդու մեջ, եղբայրները խոսեցին, չէ, այդ ապաշխարության, դարձի գալու, եթե մենք խելքի չգանք, ուշքի չգանք, այդ լույսի նկատմամբ մեր արձագանքը Քրիստոսի նկատմամբ չապաշխարենք ճշմարտապես, չաշակերտեմ, իմ մեջ հոգևոր բան չի ձևավորվի։ Դրա համար ապաշխարելուց է գալի, այդ աշակերտելուց է գալի, որ մեր մեջ կյանքի փոփոխություն է լինում։ Աստված բոլորիս օգնակալ լինի։ Տեսեք, ես մի փոքր կուզենամ տեսնենք այդ դառնության արմատը որտեղ էր,
ոնց է կատարվում եւ նաեւ այդ բարության արմատը որտեղ որ պետքա պատվաստվենք, որտեղից մեր սնունդը պետքա գա, որ փոխվի մեր բնությունը, քուրեր եղբայրներ ջան։ Այլապես ես տնկված եմ այդ հին բնության մեջ, հին մարդու մեջ, Ադամ բնության մեջ։ Հիմա սրա հարցը մինչև չլուծվի այդ արմատից է գալի հարցը։ Մեղքերը, մեղքի արդյունքն է, հասկանում եք։ Մեղքերը, մեղքի արդյունքն է։ Եթե այս ստանոկի ես, որ արտադրանքը վատ բան է տալիս, սրա հարցը չլուծվի, իմ ներսը բան չի փոխվելու։ Դրա համար Տերը օգնական լինի, որ մենք խնդրենք, տեսնենք ավետարանի խոսքով, որ մեր մեջը գա, այո, կյանքի խոսքը, կյանքի ջուրը մեզի այդ բուն արմատի հարցը լուծի։ Ուրեմն կարդում եմ Եսայի մարգարեություն 5-րդ գլուխ, տեսեք այդ դառնության չարության արմատներից մեկը 5:11-ից կարդամ. Վայ անոնց, որոնք արտուն կանուխ կելեն ու ցքի խմելու ետևեկը լան եւ իրիկունն ալ կուշանան, մինչեւ որ գինին ասումա իրենց գլուխը տաքացնե, անոնց խնջույքներուն մեջ քնար, տավիղ, թմբուկ, սրինգ եւ գինիկը գտնվի ասումա, բայց տիրոջ ըրացներուն ուշադրություն չեն ըներ եւ անոր ձեռքերու գործերուն չեն նայր, անոր համար իմ ժողովուրդը ստերը չճանչնալով գերի կինա ու անոր մեծամեծ մարդիկը սով կկրեն, բազմությունը ծարևեն կցամքի։ Տեսնում եք, սա ինչ վիճակ է, մարդկության վիճակը, ասում է ուտենք, խմենք, այսօր նայում ես ռեստորաններում չէ, տենց նվագարանները, այդ գինին, սաղսես, կարծես վայելում են, բայց ասում է տիրոջ ըրացներուն ուշադրություն չեն ըներ եւ անոր ձեռքերուն գործերուն չեն նայր։ Այս որն է տիրոջ ըրացները իմ ու քո կյանքի մեջ, անոր ձեռագործին չեն նայր։ Հիմա փորձել ես իրականության հետ հաղորդակցվես, նայես Հիսուսի խաչված ձեռքերին, նայես Աստծո արածին, որ իմ քո կյանքի մեջ արավ։ Չէ, մարդը զբաղված է։ Գինի խմելով է զբաղված, այդ բաներով է զբաղված։ Հիմա էդի չեմ բանանում, քուրեր եղբայրներ ջան։ Մեղքի կյանքի մեջ, Ադամ բնության մեջ արմատավորված է, սա է մարդու բնությունը, բայց Աստծո արածին ուշադրություն չեն դարձնել խոսքը ասում է, այն գործերին չեն նայի, Աստված ինչ գործ արեց, ինչ արեց, գործնականով ինչ արեց իմ ու քո համար, իրա որդին մեկ հատիկը տվել է, ով որ նայի, ով որ իրան կրտնի, ով որ հավատա սրտանց եւ դավանի, պիտի փրկվի այս մեղքերից, քուրեր եղբայրներ ջան։ Էսի սատանայի կառուցվածքն է, իր սիստեմն է, դրել է, կեր, խմի, շատ օրեր ունես, երիտասարդ ես, վերջի օրն էլ կգաս տես բան կանես, փրկությանդ հարցը կլուծվի։ Խաբար չես, հելա ընկնելու ես ավտոյի տակ կամ կյանքդ կեսօրիա մնալու չես իմանում։ Վաղվա օրը չգիտես։ Դրա համար փափուկ բարձր պետք չի դնել մեր գլխի տակ։ Մենք չենք էլ ուզում փափուկ բարձր։ Քավլիցի Տեր Հիսուս ջան, քո խոսքը շիտակ է, ոնց որ եղբայրները ասեցին, ուղիղ է եւ այսօր ինձի պետք է։ Այսօր իմ կուրսքը ծեծեմ, այո, այսօր դարձի գամ, ապաշխարեմ, գամ, որ վաղը ուշ չլինի։ Եվ նույն գլուխ 5-րդ գլուխ ուրեմն նույն գլխից էլի կարդամ 24 խոսքը։ Ասում է անոր համար ինչպես կրակին բոցը հարդը կուտե ու չոր խոտը բոցին մեջ կհատնի, այնպես ալ անոնց արմատը փթության մեջ պիտի ելա ու անոնց ծաղիկը փոշի պես վեր պիտի ելե, վասնզի զորքերու Տիրոջ օրենքը մերժեցին եւ Իսրայելի Սուրբի խոսքը անարգեցին։ Տեսնում եք, ասում է անոնց արմատը փթության մեջ պիտի ելա, այս ինչ արմատ էր։ Ադամի արմատն է, որ մենք արմատացած եկել այս, սա մեր մեջ արմատավորված է։ Եթե մնաս այդ մտածելակերպի մեջ, եթե մնաս այդ հնի մեջ, կփտես, ասում է, դա փտած է, քեզի նոր արմատ է պետք, նոր կյանք է պետք, որպեսզի ապաշխարությունով ձեռք գցեմ։ Եղբայրները շիտակ, շատ լավ, պարզ խոսեցին, քուրեր եղբայրներ ջան։ Այսօր ինձի պետք է դառնամ Տիրոջը, տես, խնդիրը որն էր, ասում է, քո օրենքդ, Իսրայելի, ասում է, Սուրբին խոսքը անարգեցին, ստեղից է սկսում։ Հիմա այդ կյանքը եկել է, Հիսուս կյանքը եկել է, խոսքը ասում է հայր ջան, որ տվիր անոնց տվի, իրանք էլ պահեցին, աշխարհը ատեց անոնց, բայց որոնք որ պահեցին, մնացին դրա մեջ, իշխանություն տվավ Աստծո որդիներ կոչվելու։ Տիրոջ անունը փառավորվի, ասում է ունեցածը տամուր բռնի, ունեցածը տամուր բռնի, հավատքի կյանքը որ բռնել ես, ամուր բռնի եսի։ Հիմա մի հատ սենց ոգի կա, ուրեմն ասեմ որ զգուշանակ, սենց շունչ կա մեր հայ ժողովրդի մեջ։ Ես էլ որի օրդ մարդնա լսում եմ արդեն, Հայաստան լսել է եկաստե էլ լսա։
ասում աղբեր ջան, Իս ինչ էր ես քրիստոնեությունը, լավ էր, հեթանոս լնեինք, սրա մեջ լնեինք, հենց ընդունեցինք, կորցրեցինք, ասում է, ես եղավ, այս դժվարությունը, վերջի ես Ղարաբաղի հարցն եմ բերում, ենի եմ բերում, ասեմ մի հատ եթե արժեք ունենք, եթե մի հատ կյանք ունենք, էդի հավատքի կյանքն է, Քրիստոս կյանքն է, սատանան էդ ինչ ձևի է ձեզի խաբել, նորից դառնում, այսի դառնում է, գիտես ինչը, շունը իրա պսխածին գնաց, խոզնել է ցեխին, դու որպես ինչ լավ այս փրկության հարցը անհատական է տվել քուրեր եղբայրներ ջան, ես իմ բաժինս Տերն է, դու եթե դրա այդ մտքին ես, այդ փտած արմատի մեջ ես, քո խնդիրն է գնա այնտեղ, բայց ես ուրիշ տեղ, ոնց որ եղբայրներ ասին, չէ, այդ մոստերը վառած են, ես այն որ ապաշխարեցի, այդ ժամանակ ասել եմ Հիսուս ջան, վառի քանդի, ես հետ էթալու տեղ չունեմ, էլ ճանապարհել չունեմ, որ հետ էթամ, ես չեմ էլ ուզում հետ էթամ, ինչ որ կլինի ես քոնն եմ, սա է հավատքը պահել, սա է ընտրությունը պահել, սա է ընթացքը, երբ որ պահեմ, ընթացքս էլ կկատարեմ, Տիրոջ անունը փառավորվի, սկիչը երկմտեք քուրեր եղբայրներ, չտրվեք նման ստերին, սատանայի ստերին եւ այս սրա մեջ փտացնելու է, սատանան փտացնելու է, բայց ով որ համաձայնվավ Տիրոջը, ով որ եկավ, իր ներքն աշխարհը փոխվելու է, իր անձը փրկվելու է, իր ընտանիքը փրկվելու է, իր գերդաստանը պետք է օրհնվի, մինչև հազարազգ պետք է օրհնեմ Տերը ասում է, ինչի համար կորսվիք, ես եկել եմ օրհնություն վայելելու, ես եթե Քրիստոս ունեմ, այդ կյանք օրհնություն արդեն ունեմ, Հիսուսի անունը փառավորվի եւ ունեցածը տամուր բռնի, քուրեր եղբայրներ ջան, Տիրոջ անունը փառավորվի, օրինաց ուրեմն երկրորդ օրինաց մեկ համար էլ կարդամ, տեսեք, այդ փտած արմատը որն է, երկրորդ օրինաց ուրեմն 29-16-ից կարդամ, եւ ասում է, քանզի դուք գիտեք, թե ասում է, ինչպես բնակեցանք Եգիպտոսի երկրի մեջ եւ ինչպես անցանք այն ասում է գետերուն մեջ են, որոնց մեջ դուք անցաք։ Այսօր այս երկիրը լրիվ Եգիպտոս վիճակ ոնց որ լինի ասում է։ Մենք սրա մեջ ենք, սրա մեջով անցար, պղտոր ջրեր, գետեր չէ, բայց այտենց էլ չի մարդը ասենց ոչ ենք ման գալու։ Բայց այն կյանքը, որ մեր մեջ կա, մենք չենք հաճել Եգիպտոսի կյանքին, սատանայի սիստեմին, քուրեր եղբայրներ ջան, մեղքի կյանքին։ Տեսեք արդամ, ասում է, ու անոնց քով եղած անոնց գարշելի բաները եւ անոնց փայտե քարե արծաթե ոսկե կուրքերը տեսակ չլա, որ ձեր մեջ այր մարդ կամ կին մարդ, ասում է կամ ազգատոհում կամ ցեղմը գտնվի, որ իր սիրտը իր Տեր Աստծմեն խոտորցնելով երթա այն ազգերուն աստվածներուն, այսինքն չաստվածներուն, ծառայությունն է, չլա, որ ձեր մեջ թույն, ասում է թույն ու դառնություն բերող արմատ մը գտնվի։ Տեսնում եք, մարդկության խնդիրը որն էր, թողեց իր Աստծուն, թողեց եւ դառավ Եգիպտոսի մեջ մտել էր, ելել էր, օտար կուրքեր էր տեսել, սիրտը հարեց դրան։ Մարդը մտավ, այո, եկավ աշխարհ, սատանան եկավ, խափեց, մցրեց այդ դաշտի մեջ, խափնվավ Ադամը։ Տարավ այդ մեղքի բնության մեջ, փտացնելու իր արմատը։ Հիմա ասում է չհաճես, չդառնաս, քո Տեր Աստծուն չթողես, իր օրենքը, իր ընթացքը, խոսքը չանարգես, որպեսզի նման բաների մեջ չտրվես, որովհետև խնդիրը գիտեք որն է, քուրեր եղբայրներ ջան, ասում է մարդիկ Աստված չուզեցին իրան սրտի մեջ գիտնալ, Աստված անարգ կիրքերի մատնեց, արուն արուի հետ խայտառակեցավ, եկի հետ, էսի սա բուն մարդկության պատկերն է, քուրեր եղբայրներ ջան, իրանց սրտի մեջ չուզեցին գիտնալ, Աստծուն մերժեցին, Սուրբը Իսրայելի Հիսուս Քրիստոսին չուզեցին գիտնալ, խայտառակության մեջ ընկան։ Դրա համար Տիրոջ անունը փառավորվի, պահեն ճշմարտությունը, գիցի քո խոսքը, ճանաչի Հիսուս Քրիստոսին, ճշմարտությունը եւ Աստված այդ փտած բանից պիտի հանե եւ այդ փտած մտածելակերպից, այդ ապրելակերպից Տերը պիտի հանե։ Եվ տեսեք, սա զգաստացնելու համար եմ ասում բոլորիս համար։ Մատթեոս ավետարան 3:10 Հովանես Մկրտիչը ասում էր. «Ալ հիմա կացինը ծառերու արմատիկով կդրվի, ուստի ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերեր, կկտրվի ու կրակը կձգվի»։ Հիմա եթե ես մնամ այդ փտածի մեջ, բարի պտուղ չեմ կարա բերեմ, քուրեր եղբայրներ ջան։
Չակերտավոր ինչ-որ բարի բաներ կարող է էլեմենտներ երևա, բայց կյանք չի, չարի բարի գիտության ծառից խապնված կերած է, կյանքի ծառից չի, կյանքի ծառը Աստծո խոսքն է, կյանքի ծառը հենց Հիսուս Քրիստոսն է։ Հիմա եկել է, պետք է գա իմ մեջ, որ ես էլ սկսեմ այդ բարի պտուղը տալ, քուրեր եղբայրներ ջան։ Պետք է արմատի փոփոխությունը լինի։ Հեսեի բունից ասում է, Դավթի արմատից պետք է գա։ Հիմա եկել է, Հիսուս Քրիստոս եկել է, այսա ես կկարդամ այդ համարները եւ կտեսնենք, որ այո, Քրիստոսով է այս ամեն բանը։ Եվ առաջի Տիմոթեոս ուրեմն 6:6-ից կարդամ, հələ տեսեք, որ այդ դառնության արմատը որտեղից է գալի բուն մարդկության մեջ, որ մարդկությունը ասում է, ես ասում է, փողը ունենամ, էսի ունենամ, սա հարցերը կլուծեմ։ Սերը կգնեմ, ինի կգնեմ, բայց կյանք չես կարա գնես, ով մարդ։ Տեսեք, ուրեմն առաջի Տիմոթեոս 6:6-ից կարդամ։ Բայց անոնք, որ հարստանալ կուզեն, սակայն աստվածպաշտությունը գոհունակությունով մեկտեղ մեծ շահավաճառություն մնե։ Վասզի բան մը չբերինք աշխարհ, ու հայտնի է, որ չենք կրնար անկե բան մտանիլ, ապա կերակուր ու հանդերձ ունենալով անոսմով բավականանանք, բայց անոնք, որ հարստանալ կուզեն, կինան փորձության ուր որոգայթի ու շատ հիմարական վնասակար ցանկություններու մեջ, որոնք ավերումի կամ կործանումի մեջ կընկղմին մարդիկ, վասնզի բոլոր չարություններուն արմատը արծաթասիրությունն է, որուն մեկ քանիները անձատուրը լալով հավատքեն մոլորեցան, ումզինքը շատ ցավերով խոցեցին։ Հնարավոր է մարդը, որ ապաշխարում է, քուրեր եղբայրներ ջան։ Ես այդպես մարդիկ տեսել եմ, նորերի մեջ մանավանդ Հայաստանում այդպես հանդիպել է։ Այս մարդը ապաշխարեց, մեկ էլ անիվան հենց ապտտվե, էլ առաջարկներ, էլ գործեր, էլ չգիտեմ ինչեր։ Հիմա տենում ես ինչ է կատարվում։ Հիմա այս մարդը կամ տրվում է դրան, սկսում է բացակայությունները, սկսում է տկարությունները, վերջում կտրվավ եկեղեցուց ու հարցը լուծվելու է։ Հիմա խրատում ենք այս եղբոր, ասում ենք իմ աղբեր ջան, հիմա այն ինչ որ կա, դու քիչ բան չունես, բավարար է, դրանով բավարարվի, մնացածը օրհնողը Տերն է։ Մի թող այդ ընթացքը, մի թող պաշտամունքների ընթացքը, երբ որ Տերը քեզի կանչել է, աստեղ դրել է, դու եկել ես ժամանակին, հիմա ինչ-ինչ բաներով հենց տրվար ես ցանկություններին, հենց ավելի ուզեցար հարստանալու, էսի ամեն դառնությունների արմատը արծաթասիրությունն է, բավարար սեպի, դու հիմա ավելի կարևոր շահավաճառությունն ես բռնել, հիմա այս Աստված պաշտություն ասում է, մեծ շահավաճառություն մնե, ժամանակը ծախուար, խոսքը ունեցի, կյանք ունեցի, ու էդի մի ծախի, ու էդի ոչ մի բանի հետ մի փոխի, փող զիջման մի գնա, սա է, որ մարդը փող զիջման է գնում, կամաց սկսում է մարել, կամաց սկսում է մարել, հիմա սատանան կտամ, հարստություն կտամ, փառք կտամ, աղջիկներ ես ուզում, ոսկի ես ուզում, կներեք, ամեն ինչ կտամ, մենակ Հիսուսին մի գնա, մենակ կյանքին մի գնա, արի ամեն ինչ կտամ, ամեն ինչի պատրաստ է։ Որ նայում ենք Հիսուսին առաջարկեց, ասեց այս ամբողջ փառքը ամեն ինչ կտամ, մենակ ինձ երկրպագի։ Ոչ, ես չեմ ուզում, ես արդեն Հիսուս կյանքը գտել եմ եւ միայն ասում եմ քո Տեր Աստծուն պաշտես ամբողջ սրտով, նվիրվես հոգով, զորությունով, էությունով։ Սա է իմ ընտրությունը։ Հիմա ինչ որ էլ կլինի, այդպես չի որ կարող է գումար չգա կամ չաշխատե, քուրեր եղբայրներ ջան։ Մեր հանապազորի համար Տերը կտա, բավարար չափով կտա, քուրեր եղբայրներ ջան, բայց ավելիով ցանկալը։ Հիմա եթե մարդը այտենց էակա, մի հատ տուն ունի, երկու հատ է ուզում։ 5 հատ ունի, 6-ն էլ է ուզում, չի խանգարում, սենց է մարդու բնությունը ուզում, տուր, հատուր, արա, սա ունենալով, ամբողջ ուշքը միտքը այդ բիզնեսներն է, ամբողջ ուշքը միտքը այդ տներն է, ոնց կբան անեն, հիմա մարդիկ էլ ատեիս կամ ճտում են, տանում են, պատը ծակում են, գողանում են, էտա չես կարա պահես, չես կարա միազնայով ատես այդ ամբողջ ունեցվածքը պահես, կտանեն, բան մը չի մնա, կամ ժանգը կուտի, ցեցը կուտի, վերջում էլ այդ հարուստին հիշում եք ամբարները մեծացրեց, ասեց անձիս ասում է կեր խմի շատ օրեր ունես վայելի
Տեր ասեց, այս գիշեր հոգիդ պետք է առնվի, ինչ ես անելու։ Ինչ ես անելու, այդ ինչ ես անում դու։ Հիմա այսօր Քրիստոս կյանքը մենք ձեռ ենք գցել, քուրեր եղբայրներ ջան։ Մեր քիչ հացը Տերը կորտնի, քիչ ձուկերը Տերը կորտնի կկերակրի, ամենակարևորը այսօր քուրեր եղբայրներ ջան։ Իմ ներսի հարցը երբ որ լուծվավ, Աստված իմ հանապազորյան կտա։ Դավիթ թագավորը ասում էր, ես տղա եմ մեծացա, Աստծո զավակներին հաց մուրալուց չտեսա։ Աստված ինչ կերպերով կհոգա, մի վախնա, մի բանար վհատվի։ Հիմա եկել է դժվարությունները, ալիքները եկել, Աստված կհոգա, չես մեռնի սովից։ Տերը կհոգա այդ հանապազորյան, ողորմություն կանի, կտա եւ առատապես կտա, քուրեր եղբայրներ ջան։ Մենակ մեր ներսը, մեր ներսի հարցը, կարևորը ուզում եմ, որ իմ այդ արմատը, այդ փտած արմատից փոխվեմ, պատվաստվեմ որդատունքի վրա։ Ես հիմա այդ համարները կկարդամ, որ կտեսնենք, որ այո, ինձի քեզի պետք է մնալ Տիրոջ հետ, մնալ եւ ապրել այդ սնուցումը գա, որպեսզի մենք զորանանք, հաստատվենք Քրիստոսի սիրո մեջ։ Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն կարդում եմ Հռոմեացիս 15-ի 12-ից կարդամ իմ եւ բոլորիս համար։ 15-ի 12-ից կարդամ հələ։ Ասում է եւ դարձյալ Եսային կսե Հեսեի արմատը պիտի գա ու անազգերուն իշխան պիտի ըլլա ազգերը անոր պիտի հուսան։ Հեսեի արմատը Դավթի պապան էր ոնց որ ասում է ընդեղից արմատը գալու որ ազգերը անոր պիտի հուսան։ Ով էր այս գալացող արմատը, որը իրա թագավորությունը, հավիտենական թագավորությունը, իրա իշխանությունը, հավիտենական իշխանությունը, եւ ասում է ազգերը անոր պիտի հուսան։ Ով իմ ազգս, դու Հիսուսին ես կրտե, ինչի է քո բանթացքդ փոխվում, ինչի ես փոխվում այտենց, բայց Տիրոջ անունը փառավորվի, մենք այս ասում եմ մնացորդ ունեմ, որը անոր կհուսան։ Հիմա անձեր կլնեն, կեթան, չգիտեմ, գառնու տաճարները, հնությանը կեթան, կրակին կեթան, ինչ որ կանեն, դա իրա ընտրությունն է, բայց մնացորդ ունի Տերը, իրա ժողովուրդը զավակները ունի, որը այո, այդ արմատը եկել է, Քրիստոս արդեն եկել է, այսօր հնարավորություն կա կրտնելու եւ անոր հուսալու, քուրեր եղբայրներ ջան։ Հույս հավատսեր, ամուր պահե հույսդ մի կորցրա, Տերը ողորմած է, Տերը գթած է, եթե անոր կհուսաս, Տերը պիտի հիմա մխիթարություն չունեմ, Սուրբ Հոգին կարա այսօր ինձ քեզի մխիթարի։ Ինքը Տերը ասում էր ուրիշ մխիթարիչ կտամ, որ ձեզի ամեն վիճակի մեջ, ամեն ընթացքի մեջ կմխիթարի։ Մարդը չի կարա մխիթարի, բայց Սուրբ Հոգին այդ դրա համար է, որ ասում է հավիտյան ձեզի հետ պիտի լա, հավիտյան ինձի հետ պիտի լա եւ ինձի պիտի տանի երկնային արքայություն։ Հիսուսի անունը փառավորվի, եթե ես մնամ մինչև վերջ հավատարիմ։ Եվ շարունակեմ, ասում եմ, Հեսեի արմատ պիտի գա ու ազգերուն իշխան պիտի լա, ազգերը անոր պիտի հուսան։ Արդ հուսո Աստվածը ձեզ լեցնե կատարյալ ուրախությունով ու խաղությունով, ձեր հավատքի համաձայն, որպեսզի ձեր հույսը առատանա Սուրբ Հոգու զորությունով։ Մենք շատ անգամ մարդկայնորեն պետք չի հուսալ, քուրեր եղբայրներ ջան, ասում է Սուրբ Հոգու զորությունով քո մեջ առատանա, արմատանա, շատանա այդ հույսը, քուրեր եղբայրներ ջան, այդ հավատքի համաձայն կներգործե, ինչքան որ այդ հավատքով կմոտիկանաս, այդ խաղաղությունը, այդ հույսը Սուրբ Հոգով կպիտի զորանա իմ մեջ, Հիսուսի անունը փառավորվի։ Էդի Սուրբ Հոգու աղբյուրը ինչի համար է ասում արմատանա Սուրբ Հոգու ձեռքով։ Սուրբ Հոգու աղբյուրը անսպառ աղբյուր է։ Մերը Ադամինը փտածը հուսալը ավարտվում է։ Ժամանակ ունի, պրծավ, էտա, Ադամը էտա, բայց Սուրբ Հոգու գալացած աղբյուրը, երբ որ կմտնեմ Սուրբ Հոգու դաշտի մեջ, երբ որ կմտնեմ Տիրոջ ներկայության մեջ, էսի այդ հավատքով կներգործի իմ մեջ, եւ այս աղբյուրը, Սուրբ Հոգու աղբյուրը անսպառ աղբյուր է, չի ավարտվում երբևիցե։ Օրեցօր կլեցնի ինձի, օրեցօր ես կհուսամ, ինչքան որ հավատքը շտկվավ կրտնա հուսացի, այնքան ինձի պիտի առաջ տանի, այնքան պիտի զորությունից զորություն գնամ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ շարունակելու եմ խոսքը, ուրեմն Հռոմեացիս 11-րդ գլուխ կարդամ, 11-ի ուրեմն
17 Եթե այն ճյուղերեն մեկ քանիները կտրվեցան, ասма դու որ վայրենի ձիթիներ, անոնց վրա պատվաստվեցար ու ձիթինի արմատին եւ պարարտությանը հաղորդ եղար ասма։ Հիմա տես մենք քրիստոնեությունը կներեք, մենք հայ ժողովուրդը հեթանոս ա եղել, վայրի ձիթենի ա եղել։ Հիմա կտրվեցար, հիմա հերյաներին ասում է իրանք անհավատությունով կտրվեցան, դու որ վայրի ձիթենիր, հավատքով պատվաստվեցար եւ ձիթենի արմատին, այսինքն Քրիստոս կյանքին հաղորդ եղար։ Ստենդը մի պարծեցի ասում է, ապա ունեցածը տամուր բռնի, մնա դրա մեջ, նրա դրա մեջ եւ այդ սնուցանումը ապրի դրանով այդ կյանքով, որ հանդես չլինի, որ անպտուղ մնամ կտրվի հանգարց, որովհետեւ ես հիշում եմ կացինը արմատիկով դրված է, այտենց է որ կարող է կտրվի էլ, եթե հպարտանաս, եթե հպարտանալը գիտեք որն է, որ նորեն դառնաս այդ կյանքին փտած, նորեն դրան գնաս, դրա համար հիմա ես որ պատվաստվել եմ, դրա հետ այդ կյանքին արմատին հաղորդ ելնեմ, Հիսուս կյանքին հաղորդ ելնեմ, այդ ավետարանի խոսքին հաղորդ ելնեմ, որ չլինի թե հպարտություն գա ին վրա, քուրեր եղբայրներ ջան, էսի ինձնից քեզնից հեռու չի, հենց թողեցիր միտիկա ջուր լցիր սրան, էսի գլուխա բարձրացնելու, դրա համար եղբայրը կարդաց, չէ, ամեն օր խաչդ վեգալ արի իմ հետևից, ամեն օր եթե չվերցնեմ գամ, մի օր կարող է գլուխ բարձրացնի, դրա համար Աստված օգնական լինի, որ մենք մնանք այո ճշմարտության մեջ, ուրեմն կարդամ Կողոսացիս 2-րդ գլուխ 6-րդ խոսքից, ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քալեցեք, արմատ կապած, անոր վրա շինված ու հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցաք եւ անոր մեջ աճեցեք գոհությունով։ Ասում զգուշացեք չլա թե մեկը ձեզ ասում գերի դարձնե փիլիսոփայություններով, փուչխաբեություններով, որ մարդոց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքներում պես եւ ոչ Քրիստոսի վարդապետությանը պես։ Աշխարհի սկզբունքները այդ Ադամ փդած արմատն է, քուրեր եղբայրներ ջան։ Ասում զգուշ եղի, այսօր բացում ես ինտերնետը, մի ողողված մինես բաներ է խոսում, ասում դարի դրանից, դարի, գործ չունեք, մի մտեք, բացում ես պատուհանից պատուհան, խոսում է, բայց չեսի բանում, որ ընդեղ թույն կա, ընդեղ կարծես թե խոսք է խոսում, բայց թույն կա ընդրա մեջը, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար իմ խնդրվածքս է, ավետարան ասում է, ինչպես ընդունեցիք Հիսուս Քրիստոս Տերը, այնպես քալեցեք արմատ կապած անոր վրա շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցաք, անոր մեջ աճեցեք գոհությունով։ Ավետարանն Աստծո խոսքն է։ Եթե երեսս դարձնեմ փիլիսոփայություններուն, հնարավոր է այտենց քու ներսդ կարծես հաճում է, այտենց քու սրտի ուզածի պես բաներ են խոսում, քուրեր եղբայրներ ջան, ավետարանով է խոսում, ճշմարտությամբ է խոսում, Հիսուսը ունես դու արդեն, Քրիստոս կյանքը ունես եւ իր խոսքը կա այսօր կգտնվի, ասում է փափագեցեք, բանական, անխարդախ, կատին, էսը եթե ես պահեմ, հագարակորդը չի կարնալու ինձի մոլորացնի, բայց երբ որ սաղոր ինտերնետները թերթեմ ու այդ, չգիտեմ, մարդկան սովորության վարդապետություններ լսեմ, սրտի ուզածի բաներ լսեմ, էսի կխափի մի օր քեզի սատանան, քուրեր եղբայրներ ջան, վստահ եմ ասում, վստահ ասում եմ, դրա համար զգուշություն արեք, ձեր անձերուն զգուշություն արեք, արմատ կապած անոր վրա, Քրիստոսի վրա, անոր խոսքի վրա, որ չլինի թե բան լնեմ։ Հիմա այսօր քուրեր եղբայրներ ջան, ասում է անօրության շատնալու պատճառով շատերու սերը պիտի պաղի։ Իմ սերը պիտի արմատանա Քրիստոս կյանքի մեջ։ Եթե ես չեմ սրա մեջ արմատանում, ուրեմն կպաղելու ընթացքի մեջ եմ։ Սրան ուշադրություն դարձրեք։ Եփեսացիներից ուրեմն կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Եփեսացիս 3-րդ գլուխ ուրեմն 14 խոսքից եմ կարդում։ Ուրեմն Եփեսացիս 3-րդ գլուխ 14 խոսքից։ Տասնչորսից Ասոր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը առջև, ուրկե ամեն ազգատոմ
երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնե, կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքի ճոխության չափովը, որ հոգին զորությունով հաստատվի ներսի մարդու մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերու մեջ բնակի եւ դուք սիրով արմատանաք ու հաստատվիք, որպեսզի կարենաք հասկանալ բոլոր սուրբերուն հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, խորունկությունը ու բարձրությունը, այսինքն ճանչնալ Քրիստոսի սերը, որ գիտությունն գերազանց է, որպեսզի լեցվիք Աստծո լրությունովը։ Այստեղ տեսակ ասում է սիրով արմատանաք ու հաստատվի Քրիստոսի մեջ, իր խոսքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Ես սա իմ աղոթքից նյութը այսօր սա եմ ես ուզում Տիրոջից։ Տեր ջան, ես ավելի իմ արմատներս ոչ թե Ադամի մեջ է թա, Էթա Քրիստոս վեմի վրա խոսքի մեջ էթա, այդ կյանքի մեջ էթա, իմ արմատը, որը բռնեց, նրանով է սնվելու է, քուրեր եղբայրներ ջան։ Բռնեցի որդատունկը, Հովանու ավետարան սա կկարդակ 15-րդ գլուխ առաջի խոսքից, ասում է ճշմարիտ որդը ես եմ, ով որ իմ վրա հաստատված է, ես էլ անոր վրա շատ պտուղ պիտի բերե։ Հիմա եթե ես հաստատվել եմ Քրիստոս որդատունկի վրա, իմ արմատս, այսինքն Քրիստոսն է, Հեսեի որդին է, եւ ես ճուղն եմ հաստատված եմ նրա վրա, ես այդ սիրո մեջ պիտի արմատանամ, եւ այդ կյանքը, որ գալիս է, Սուրբ Հոգու զորությունը, այդ հյութը, որ գալիս է, իմ ներսս լեցնում անսպառ աղբյուր է, այդ հույսով եւ հավատքով կհաստատվեմ իր սիրո մեջ, եւ ասում է սիրո մեջ վախ չկա, քուրեր եղբայրներ ջան, կատարյալ սիրո մեջ վախ չկա, Տիրոջ անունը փառավորվի։ Եկեք այսօր աղոթք անենք, ասենք Տեր ջան, Հիսուս ջան, ես ուզում եմ այդ արմատը, եթե բաներ կա դառնության, վեր կելներ, էսի բան կլներ, կտրե ինձի, պատվաստվե, ես ուզում եմ մնամ Քրիստոս որդատունկի վրա, ասում եմ ես քո վրա հաստատված, դու էլ իմ վրա հաստատված։ Այսօր եկեղեցին, եթե պաշտամունքները թողես, ընթերցանությունը թողես, աղոթքի կյանքը թողես, չէ, կտրված ճյուղի պես ես, կտրված, դուրս ձգված։ Եթե սենց մնա մարդը ես մտքի մեջ ես գաղափարի մեջ, ասում եմ գրակը պիտի ձգեն, փուրը պիտի ձգեն, այնտեղ կլա լաց եւ ակրաններ կրճտել։ Դրա համար իմ խնդրված կսա, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա քիչ ենք, ինչ որ ենք, ոնց որ ենք, քիչ ձուկեր ունեմ, քիչ կերակուր է, Տերը կարա օրհնի, մնա իր ներկայության մեջ, այդ սիրո մեջ, այդ քաղցրության մեջ, այս կյանքը, այս բանը, որ եկավ Քրիստոսից իմ մեջ, եւ այդ սիրո մեջ կարմատանանք եւ կհաստատվենք քուրեր եղբայրներ ջան։ Եվ արդեն մեր բոլոր ընթացքը կփոխվի իրարու նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, շրջապատի նկատմամբ, հարևանների նկատմամբ, բարեկամների նկատմամբ, արդեն ուզես որ իրանք էլ այդ շահավաճառությունով էսի ձեռք ես բերե, այսինքն այդ կյանքը ձեռք ես բերե, ժամանակը դրել ես, ծախու ես առե, այս կյանքը աշակերտել ես, ապաշխարել ես, աշակերտել ես, եւ ոնց որ եղբայրները խոսեցին, այս կյանքն էլ եկել է քո մեջ։ Հիմա դու Քրիստոսով հարստացած ես, այդ հավիտենական կյանքի համը առել ես, էսի որ առար, կուզես մի ոչ շուտ քո երեխեքն էլ ապաշխարեն, կուզես մի ոչ շուտ քո կողակիցն էլ ապաշխարի, քո բարեկամներն էլ ապաշխարեն։ Ամեն։ Եկեք աղոթք անենք։